Հաջորդ հարցի համար Նարեկ Բաբայան, համեցեք։ Շնորհակալություն, կառավարության հարգելի գործընկերներ, մեծարգո պարոն վարչապետ, թեև վերջին օրերին շատ ակտիվ արտաքին շփումներ ունեք, համենայն դեպս իմ հարցը ուղղված է ներքին կյանքին։ Պարոն վարչապետ, 10 օր առաջ մենք ունեցանք մեր կուսակցության համաժողովը, որի ընթացքում նաև նոր վարչություն ընտրվեց, ուզում եմ շնորհավորել նոր ընտիր վարչությանը։ Համաժողովի ընթացքում բրիֆինգի ժամանակ լրագրողներից մեկը ձեզ հարց հղեց կապված նախորդ ընտրությունների իբր կեղծման հետ եւ որին ի պատասխան դուք պատասխանեցիք, ես հիմա ուզում եմ ձեզանից մեջ բերել, ներողություն եմ խնդրում, դուք ԿՊ-ի ընտրությունների մասին եք խոսում, իսկ այդ որ կուսակցությունն է, որ ընտրություն է լինում, այդ հարցը պիտի տաք, որ կուսակցությունն է, որ դուք տեսնում եք, որ վարչության կազմը նախապես որոշված չի, տենց բան եղել է ընդհանրապես մեր երկրի պատմության մեջ, տենց բան կա, եւ իսկապես համաձայն լինելով այս մտքի հետ, որ մյուս կուսակցությունները Հայաստանում գործող բացարձակապես չունեն ներքին ժողովրդավարություն եւ գուցե նաեւ քաղաքացիական պայմանագրի հաջողության գրավականներից է հենց ներքին ժողովրդավարությունը, որ դեռևս էլի կատարելագործման տեղ ունի, իմ հարցը ավելի շատ ուղղված է այս ուրեմն բանին, տեսեք մյուս կուսակցությունները, որ չունեն այդ ներքին ժողովրդավարությունը, մենք որպես կառավարող ուժ, որպես երկրի զարգացման թիվ 1 պատասխանատու այսօր, արդյոք պետք է նաև ջանքեր գործադրենք, որպեսզի նաև մյուս կուսակցությունների դեպքում, այսինքն առհասարակ քաղաքական դաշտը առողջանա եւ լինի ներքին ժողովրդավարություն, արդյոք պետք է նման համակարգ, իրավական համակարգ ներդրվի, որպեսզի մյուսները նույնպես պարտավոր լինել ներքին ժողովրդավար։ Շնորհակալություն։ Նիկոլ Փաշինյան, Հայաստանի Հանրապետության վարչապետ կպատասխանի հարցին, խնդրեմ։ Շնորհակալ եմ պարոն Բաբայան հարցի համար եւ խնդիրն այն է, որ մենք երբ որ հիմնադրվել է մեր կուսակցությունը, այս նույն process-ը եղել է միշտ է եղել, բայց կուսակցությունը ինչքան մեծացել է, այնքան անկանխատեսելի իրադրությունները շատացել են, որովհետև 1000 ու մի նրբություն կա, ուրիշ բան, երբ որ քվեարկությանը մասնակցում է 200 հոգի, ուրիշ բան է, երբ որ քվեարկությանը մասնակցում է 900 հոգի, եւ այդ ընտրությունների կեղծման եւ չգիտեմ մենք էլ ենք տոն տալիս այդպիսի բաներին, որովհետև ռեյտինգային քվեարկության արդյունքում ընտրվածների 80%-ի դեպքում հարց չի եղել, թե չէր էլ կարող լինել այդ ընտրության արդյունքը արտահայտում է, թե չի արտահայտում, ինչքան ձայները մոտենում են իրար, այդքան հարցեր կարան առաջանան եւ դա զարգացում է։ Ես ձեզ ավելին ասեմ, ես չգիտեմ նկատվեց թե չէ, բայց օրինակ նախկինում ոնց էր, կուսակցության վարչությունը ընտրվում էր եւ առաջադրում էր կուսակցության վարչության նախագահի թեկնածու, որին կամ վարչությունն էր ընտրում նախագահ վարչության կամ համաժողովը։ Հիմա մենք ըստ էության նոր ընտրակարգով մենք այս համակարգը փոխել ենք եւ վարչության անդամի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր ոք այդ փաստի բերումով նաեւ ինքը վարչության նախագահի թեկնածու է։ Այսինքն մենք այս ժողովրդավարության ճանապարհին եւս մի քայլ ենք արել, ընդ որում արել ենք այդ քայլը հարմարվելով այն օրենսդրությանը, որը մենք ենք ընդունել։ Այս շատ կարևոր նրբություն է եւ ինչ վերաբերում է ձեր հարցին, ես կարծում եմ քաղաքական համակարգի կայացման առումով շատ կարևոր է, որ մենք այդ որոշումները կայացնենք, որպեսզի այո, կուսակցությունը ինքը պետք է լինի ամենաթափանցիկ գործող համակարգը, տեսեք օրինակ նույնը կա, չէ՞, մեր կուսակցության դրամահավաքի հետ կապված, բա այնով էր, այն մեկը կարմիր գլխարկով էր, բա այն մյուսնով էր, հələ մի րոպե այնտեղ մուկ ապակիներով մի հատ ավտո կանգնեց։ Իսկ կներեք, ու ոչ մեկին չի հետաքրքրում, բա մյուս կուսակցությունները որտեղից են ֆինանսավորվում։ Չկա ընդհանրապես այդ հարցը, հասկանում եք։ Ով է ֆինանսավորում այդ կուսակցությունները, ինչ աղբյուրներից է ֆինանսավորում։ Եվ հասկանում, մեր թափանցիկությունը օգտագործվում է մեր դեմ։ Ես
Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովում այդ մի քանի օրինակ բերես, բայց սա էլ այն դեպքը, որ ժողովրդավարությունը օգտագործվում է ժողովրդավարության դեմ։ Կուսակցություններ, Հայաստանի կուսակցությունների 90%-ով վարչության կազմը կամ ղեկավար մարմնի կազմը մի հոգի կամ երկու հոգի գրում են, երբեմն ցույցեր չեն տալիս, հետո մարդիկ մամուլից են իմանում, թե ինչ եղավ, ոնց ընտրվեց։ Ձեր միտքը համենայն դեպս ինձ դուր է գալիս, որ մենք պետքա ժողովրդավարական երկիր ենք, ուրեմն մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որ այն կուսակցությունը, որ գործում է մեր երկրում, իրենք նույնպես համապատասխանեն ժողովրդավարության եւ թափանցիկության կանոններին։ Եվ դա կարող է ընդհանուր ընտրություններին մասնակցել, չմասնակցելու հնարավորություն տալ-չտալու հարց առաջացնի, որովհետեւ բանը կոնսպիրատիվ կառույցները ինչի համար են ընտրություններին մասնակցում, թող գնան զբաղվեն կոնսպիրացիայով, մենք իրենց բացահայտենք։ Արձագանք։ Շնորհակալություն, անկեղծ ասած, այս միտքը ես բազմիցս տարբեր գործընկերների հետ քննարկել եմ եւ տարբեր հաստակներ, խոչընդոտներ լսել եմ, թե ինչպես կարող է դա չաշխատել, բայց ես կարծում եմ, որ այո, համաժողովների ժամանակ ղեկավար կազմի ընտրություններից ընդառաջ նախընտրական ցուցակի ընտրությունը, ինչպես նաև լրագրողների ներկայությամբ այդ ամեն ինչի տեղի ունենալը պետք է օրենքով կարգավորված լինի, պարտադիր լինի եւ թե որքանով արդեն ձևական կլինի մյուս կուսակցությունների դեպքում դա, ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կհղկվի եւ ձևականությունը միգուցե կկորի եւ կդառնա իրական։ Շնորհակալություն։ Այստեղ ես կարծում եմ, որ մենք էլի սերտ պետք է խորհրդակցենք Եվրոպայի խորհրդի վերետիկի հանձնաժողովի եւ փորձենք լավագույն պրակտիկաներ աշխարհում գոյություն ունեցող բերել կամ եթե չկան մեր պրակտիկաները կիսենք, տեսնենք թե լավագույն պրակտիկաների դիտանկյունից դա ինչպես է երևում, բայց ես դա կարծում եմ, ինչ որ դուք ասում եք, ինքը բավականին հասունացած հարց է, որովհետև էլի եմ ասում, բոլորն ասում են, ԿՊ-ի ընտրություններում են քվեաթերթիկը տեսակ ինչ էր նկարած այդ քվեաթերթիկների վրա, ու ամիսներով հանրությունը քննարկում է սոցիալական ցանցերը, թե այն ԿՊ-ի քվեաթերթիկի վրա տեսակ ինչ էր նկարած, ոչ մեկ չի հարցնում, բա մի րոպե այս երկրում ուրիշ կուսակցություն չկա, բայց իրենց քվեաթերթիկներն ուր է, մի հատ տեսնենք, իրենց քվեաթերթիկի վրա ինչ որ բան իրանք ընդհանրապես ունեն քվեաթերթիկ, թե չունեն։ Հենց այս ամբողջ խնդիրը, որ մյուսները քվեաթերթիկ չունեն էլ։ Հասունացած թեմա է, կարծում եմ Արդարադատության նախարարությունը, խորհրդարանական գործընկերները Եվրոպայի խորհրդի հետ աշխատեն եւ տեսնենք, թե ինչ լուծումներ կարող ենք ունենալ։ Շնորհակալ եմ։ Մարինա Ղազարյան, համեցեք։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, կառավարության հարգելի գործ